Այսօր մենք օրինակ ունենք մամուլի ասուլիսի, որը ճակատագրական եղավ, մինչ ասած Սուրբազանի ասուլիսը, որից հետո նրան ձերբակալեցին, ապա կալանավորեցին։ Այս ասուլիսը մտավախություն չունեք, որ ձեր համար լինելու ճակատագրական եւ արդյոք դուք թեմի հոգեվորականացնասի հետ քննարկել եք այն հեռանկարները եւ ձեզ ձերբակալեն թեմը ինչպիսին պետք է լինի։ Թեմը ինքնակառավարվում է հանգստեղի այդ առումով։ Վախ չունեմ, չեմ մտածել անկեղծ ասած։ Մամուլի ասուլիսը նրա համար է, որ իրականությունը փորձենք ներկայացնել մեր հասարակությանը եւ հատկապես մեր թեմի հավատացյալներին։ Իսկ թեմի գումարները այսպես համիլավի տնօրինելու համար մայրաքաղաքում Տեսեք, դա անպայման ենթարկվելու է քրեաիրավական գնահատականի եւ Արման Սարոյանի վարքագիծը եւ հարկադիր կատարողների վարքագիծը եւ քննիչների, դատախազների եւ այն դատավորների, ովքեր այս Պանդորայի արկղը բացել են եւ բաց այդ ապօրինի գործողությունների կատարում։ Հավատացեք, այս հարցով մենք հետամուտ ենք լինելու։ Դուք ինքներդ որպես լրագրողներ ապագայում դա կտեսնեք։ Սա չի լինելու այնպես, որ մենք տեսնում ենք, չէ, դատավորներ, քննիչներ, ովքեր նախկինում շատ վատ ձեռագրեր են ունեցել, հիմա էլի նույնպես շարունակում են աշխատել, նույնիսկ ներկա իշխանության մոտ մեծ հեղինակություն են։ Այս անգամ այդպես չի լինելու, հավատացեք։ Չի լինելու այդպես եւ իրենք անպայման պատասխան են տալու, որովհետեւ կան կարմիր գծեր, որոնք չի կարելի անցնել։ Բանկը ո՞նց է շարքային քաղաքացի ասենք, Արմանին, Վալոդին կամ Սուրիկին դարձնում թեմի հաշիվների բաժանում։ Հարկադիր կատարողի ապօրինի որոշման հիման վրա, դատարանի այս ապօրինի որոշման հիման վրա։ Եվ խնդիրը կան նրանում, որ սա իրականում աբսուրդային վիճակ է, բայց վստահ եմ, որ մենք մի օր անպայման քննարկելու ենք սրա քրեաիրավական հետևանքները։ Իրենք եկեղեցու պարտուկանոնը մենք կարող ենք այդպես ասել։ Բանկերը այս պահին այլ տարբերակ չունեն, որովհետև դատարանի բանկերը մեր տեղեկություններով նաև մենք էլ կատարական վարույթի նյութերին հասանելիություն ունենք։ Բանկերը բազմաթիվ գրագրություններով հայտնել են իրենց անհամաձայնությունը, բացատրելով, որ այդպես չի կարող լինել, բայց հարկադիր կատարողները իրենց գրություններով, դատանի որոշումով քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքներով, նաև բանկի աշխատակիցներին սպառնալով, ի վերջո հասել են նրան, որ Արման Սարոյանը այսօր հարկադիր կատարողի գրության հիման վրա նա տնօրինում է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ֆինանսական միջոցները։ Իսկ հարկադիր կատարողը կատարական վարույթի մասին օրենքում մի հատ այդպիսի դրույթ կա, որ ինքը կարող է այդ պահին պարտապանի անունից գործողություն կատարել, իբրև պարտապանի ղեկավար։ Այսինքն հարկադիր կատարողը իբրև ամենայն հայոց կաթողիկոս լիազորություն է տվել Արման Սարոյանին։ Ընդ որում այդպիսի իրավունք էլ չուներ, այդ օրենքը լրիվ այլ բանի մասին էր կարգավորում։ Բայց հիմա պարզ է, որ մեր ձայնը լսելի չի, բայց մենք սա ամեն ինչը արձանագրում ենք, մենք բոլոր հնարավոր միջոցներով այդ դռները թակում ենք, այդ պատուհանները փորձում ենք բացել, բայց արձանագրում ենք։ Գլխավոր հարկադիր գլխավոր կատարողն է, թե մարզային։ Չէ, մարզային բաժանմունքի պետներ, բայց ասեմ, որ հիմա չեմ հիշի, բայց ասեմ, որ օրինակ կար Վահե Մովսիսյան գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներ, ում հաղորդման հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել Վեհապար Հայրապետի նկատմամբ։ Ինքն է հաղորդումը ներկայացրել, երկրորդ հաղորդումն էլ ներկայացվել է այդ ծառայության կողմից, բայց դեռ չգիտեմ, որ պաշտոնատարանցը Մեհեր Մեջլումյան, կարծեմ, որ ինձ հետ կապված այո, Մեհեր Մեջլումյան, Լիլիթ Ասլույան, կարծեմ, էլի հարկադիր կատարող։ Մենք իրենց անունները պահում ենք, իրենց գործոցները վիճարկում ենք, ես ասեմ վարչական դատանումը մի քանի դատական գործ կա արդեն, հարկադիր կատարողը այդ գործոցների վիճարկման առումով, նրանց որոշումների վիճարկման առումով։ Չեք ասում, թե 15 միլիոն ինչ արել։ Ի վերջո այդ միջոցները հարուցման միջոցներն են, այդ միջոցները եկեղեցու միջոցներն ինչ չեք հրապարակել։ Տեսեք, այդ միջոցները իրենք օգտագործել են որոշակի նվիրատվություններ են տվել այլ անձանց, հյուրասիրություններ են կազմակերպել, աշխատավարձեր են վճարել այն անձանց, ովքեր որ միացել են Արման Սարոյանին։ Մնացած աշխատակիցներին թեմին իրենք ընդհանրապես որևէ կերպ իբրև նայեք իրեն թեմի առաջնորդ է համարում, բայց այդ աշխատակիցներին մասով, մյուս եկեղեցիների մասով որևէ ծախսեր չի կատարում եւ մայր աթոռն այդ ծախսերը կատարում իր հաշվին։ Եվ բնականաբար
Սրանք բոլորը քննարկման առարկա են դառնալու։ Ես հիշում եմ համավաճառների աշխատավարձերը մինչև փետրվարի 15-ը վճարված չէին։ Հետո վճարեցին։ Այսպես ասեմ, բանաձևը այսպես է, այն անձանց, ում այդ հաշվից գումարներ չի գնացել, մայրաթորը ինքը վճարում է։ Ես ճիշտն ասած այս կետում ուզեի մի մեջբերում անել ավետարանից, ուրեմն որևէ մեկի չարիքով մի հատուցեք։ Շարունակության մեջ, եթե քաղցած եք, թշնամին ես կասեմ հակառակորդ է, կամ այն, որ չարիք է գործում քո նկատմամբ, հաց տուր նրան, եթե ծարավ է ջուր տուր նրան։ Երբ այդպես վարես, կրակեք այծեր կկուտակես նրա գլխավերևը։ Սա ուրեմն միշտ եղել է հավատացյալին տրվող, այսպես ասած, առաքելական ավանդության մեջ վրեժխնդիր չլինելու է։ Հիմա ես անկեղծ ասած դատավոր Էդգար Հովհաննիսյանին եւ հարկադիր Մեհեր Մեժլումյանին կարծում եմ իրենք անոթի չեն, որ հաց տամ, ծարավ չեն, որ ջուր տամ, բայց ես իրենց համար հնարավորինս հաճախակի աղոթում եմ եւ իրենց համար աղոթում են նաեւ Մասյացոտնի թեմի քահանաները, որոնց ընտանիքները, զավակները եւ որոնց համայնքներն անցան մի հատկապես առաջի շրջանում դժոխային տագնապների, վախերի, հալածանքների ու ճնշումների միջով։ Իրենք էլ են աղոթում այդ երկուսի համար։ Խնդրում եմ, մեզ ասեք, դուք հրապարակայնորեն թեմի անունից նաև թեյմը նաև քահանաները հայտարարել են, թե ինչ ճնշումների են ենթարկվել